Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է ստացել Ադրբեջանի նախագահից, որ էլ չեն կրակելու։ 44-օրյա պատերազմից հետո 410 կիլոմետրով երկարաշփման գծին թշնամին գրեթե ամեն օր է հրադադարի ռեժիմը խախտում, թիրախավորում հայկական գյուղերը։ Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը։ Հայաստանի վարչապետը խաղաղության երաշխիքներ Ադրբեջանից չի ստացել։ Ուղղակի կոչ է անում խաղաղվել, հիշել, Երևանն էլ, Բաքուն էլ վերջնական համաձայնություն են տվել խաղաղության պայմանագրի տեքստին, եւ ուրեմն այն ստորագրելու ժամանակն է։ Հարավային Կովկասի պատմության նորեջը պիտի բացենք միասին, եւ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Փաշինյանը կրկնում է իր սկանդալային հայտարարությունը Արցախի համար ինքը չի պայքարելու։ Կառավարող մեծամասնությունը անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Եթե պայքարենք հայկական Արցախի համար, կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը։ Փաշինյանի Արցախյան խնդրին նվիրված մոտ 10 րոպեանոց ելույթի ասելիքը սա է, մեկ նախադասությամբ։ Դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա եւ արիություն է ցուցաբերել։ Դաժան փորձությունների ենթարկված, բայց ինտուիցիա եւ արիություն ցուցաբերած ԿՊ-ն վերջ դնելու համար մի վերջնական հանգրվանի է ձգտում Հայաստանի Հանրապետություն 29743 քառակուսի կիլոմետր տարածքում։ Վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը եւ մեր հայրենիքը նույնական են։ Մեր հայրենիքը Հայաստանն է։ Իրական Հայաստանը, ոչ թե պատմական Հայաստանը, ընդգծում է Փաշինյանը կառավարության ծրագրի կատարողականի եզրափակիչ ելույթում, հիշեցնում, որ Հայաստանի թիվ 1 հերոսը հիմա հարկատուն է, եւ ուրեմն ամենահերոսական քայլը հարկ տալն է։ Մեր ժողովուրդը չի կարող վախենալ սեփական պետությունից։ Մեր ժողովուրդը չի կարող վախենալ իրական Հայաստանի գաղափարախոսությունից։ Իսկ գուցե իրավունք ունի վախենալու։ Ընդամենը 6 տարի առաջ թշնամուն դեռ չհանձնված Արցախի սրտում Հայաստանի վարչապետը կոկորդ էր պատռում։ Արցախը Հայաստան է եւ վեր։ Ալպուս Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։